Եթե ուշադիր եք նրա դեմքի, նրա միմիկաներին, նրա խոսել չկարողանալուն, մտքերը պարզարդել չկարողանալուն, լարվածությանը նշանակում ինքը ահավոր ցայտնոտի մեջ է, որովհետև իրենք լավ գիտեն ինչ են արել մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետության գլխին։ Նրանք գիտեն, որ իրենց արածը դա դարերի ընթացքում չի մոռացվելու։ Իրենք ողբերգություն են բերել մեր ժողովրդի, մեր պետության գլխին, տեսերական մակարդակի եւ գիտեն, որ դրա համար պետք է պատասխան տան։ Հիմա տեսեք, ես ուշադիր հետևում եմ, ինչպես են մեկնաբանում Արցախ հայուհու երիտասարդ աղջկա եւ Նիկոլի այդ բանավեճը, որը ինքը պահեց սրիկայի նման, տղամարդ իրավունք չունի կնոջ վրա երեխայի հետ գոռա, բայց դնենք դա մի կողմ, զուտ նայենք ինչ հանդիպում էր դա տեսեք, կարծեք թե Աստված էր բերել երկու հայի վիճում են, մեկը ցեղային մարդն էր, ազգային մարդը, մեկը ցեղի տականքն էր, մեկը կիրթ գրակետ այդ հայուհին, որը կրթություն ունի եւ դրսում էլ է կրթություն ստացել, եւ մեկը անկիրթ մարդ, որը բարձրագույն կրթություն չունի, մեկը մտածված խոսում է, մեկը չմտածված դուրս է տալիս եւ այլն, երկու տարբեր հայի բախումներ այդտեղ, ազգային եւ ապազգային, ամենակարևոր դա է, եւ տեսեք ինչ հավասարակշիռ ձևով իրեն պահեց այդ հայուհին։ Նիկոյան, ասացիք, որ նաև այս դրսևորումների պատճառը իրենց վարկանիշի, իրական վարկանիշի հետ առերեսվելն է։ Ամեն դեպքում ինչ եք կարծում, հանրային շրջանակները, քաղաքական շրջանակները ի վիճակի են դիմակայելու օրինակ դրսի կոնսենսուսին, ես չեմ ասում շատ դերակատարներ, բայց ակնհայտ դերակատարներ կան, որ շահագրգռված են Փաշինյանի իշխանությունը պահելու հանգամանքով եւ տեսանք, որ նույնիսկ այստեղ նախատեսում է գագաթնաժողով հենց ընտրություններից անմիջապես առաջ եվրոպական երկրների եւ այլն, ի վիճակի են դիմագրավել այս դրսի ազդեցությանը, դրսի ուժը։ Միանշանակ ասեմ այո, որտեղ Եվրոպան արդեն այն Եվրոպան չի, Եվրոպայի ընկալումը մեր ժողովրդում, այլևս այն ընկալումը չի, եթե առաջ Եվրոպան մարդու իրավունքներ, ազատություններ, ժողովրդավարություն, հիմա զուտ տնտեսական շահ, զուտ դիտարկում են, որ Եվրոպան Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ որպես գործիք։ Իր շահերի համար արդեն ժողովրդի մոտ այդ ընկալումը կա։ Ցավոք սրտի Եվրոպան այլևս արևմուտքը, այլևս այն ընկալումը չի, ինչ որ նախկինում էր։ Այդ իսկ պատճառով եթե նրանք գալիս են, դա չի նշանակում նրանք գալիս են եւ Նիկոլը փրկվեց։ Միգուցե վատ է նրանց գալը, որովհետեւ նրանք են վերջո Արցախը Նիկոլին համոզել, որ հանձնի Արցախը։ Այո, բոլորը գիտեն, որ դա այդպես է։ Պրագայում է, չէ, որ Նիկոլը հայտարարեց, որ այլևս Արցախը Ադրբեջանինն է եւ վերջ եւ այլ։ Այն չի, որ նրանք եկան եւ մեր հասարակության մոտ ամեն ինչը փոխվեց։ Այն չի, որ եվրոպացիները մեր հասարակությունը այնքան է սիրում, քան իրեն, իր զավակներին, իր պետությանը եւ այլ։ Ես չեմ հավատում, որ նրանք կարող են եսի մինչեր անել։ Այո, Եվրոպան գիտի, որ Նիկոլի գործերը վատ է։ Այո, Եվրոպան գիտի, որ ինքը Հայաստանին իշա Հայաստանի ժողովրդի ազգային եւ պետական շահերին օգտագործում է, Հայաստանը օգտագործող երկիր է։ Եվրոպան օգտագործում է մեր ժողովուրդը իր զգայաններով հասկանում է արդեն, որ Եվրոպան ընդամենը Հայաստանը օգտագործում է Ռուսաստանի դեմ, ուրիշ որևիցե բան չկա այդտեղ։ Հայաստանի պետության երրորդը շահ չկա այդտեղ։ Ռուսաստանի լոյալությունը այս բարակայում ինչպես է գնահատում։ Գիտեք ոնց է, կարծում եմ Ռուսաստանը իրեն շատ ճիշտ է պահում։ Ինքը հայ ժողովրդին տալիս է մտածելու հնարավորություն, գործելու հնարավորություն եւ ինքը հասկացում է, ունեմ ես խնդիրներ, իմ խնդիրները Ուկրաինան է, ես զբաղված եմ դրանով։ Դուք ասեք, դուք ինչ եք ուզում։ Հետո ես չեմ կարծում, որ ամբողջությամբ դա ձեր ասացի նման է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր լուծում է աշխարհաքաղաքական խնդիր Հայաստանում, սա սովորական ընտրություն չի։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ունի իր շահագրգռվածությունը եւ իր հնարավորությունների չափով իր հնարավորությունը կօգտագործի, իմ կարծիքն է դա այդպեսին։ Չնայած ես համաձայն եմ ձեր հետ, եթե Եվրոպան, Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը շատ ակնհայտ իրենց դիրքորոշումը արտահայտում են, Ռուսաստանը այդպեսին չի, բայց նա ունի մեծ հնարավորություն Հայաստանի քաղաքական process-ների վրա ազդելու։ Հասկանալի է, շնորհակալ եմ, պարոն Նիկոյան։
Հարգելի հետևողներ, ես հիշեցնեմ զրուցում ենք